Հովհաննես Ավետարանի 3-րդ գլխի 16 համարն է, չէ՞, Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածուն որդուն տվեց, որպեսզի մեզ փրկի։ Աստված իր որդուն տվեց աշխարհին, որդին իր կյանքը տվեց մեզ համար։ Ուրեմն ամենամեծ զոհողությունը սա է, որ մարդու համար է։ Երբ մենք մեղքի մեջ էինք, Հիսուսին չենք ճանաչում, Հիսուս ինչ արեց, իր արյունը թափեց մեզ համար։ Խաչ բարձրացավ, կամավորապես եկավ զոհաբերվելու, որպեսզի մեզ փրկի։ Իր արյան շնորհով մենք ստացանք ազատություն եւ ամենակարևոր ինչ տեղ ունեցավ Հիսուսի զոհաբերությամբ, մարդ եւ Աստված հաշտվեցին, չէ՞, այսինքն մարդը հաշտ չէր Աստծո հետ, թշնամություն ուներ Աստծո հետ։ Հիսուսով երկինքն ու երկիրը նորից միացան։ Հիսուսի խաչով երկինքից երկիր ճանապարհ բացվեց, սանդուղք բացվեց։ Հիսուսի խաչը այդ ճանապարհն է, որ մարդը նորից բարձրացավ, արարածը հաշտվեց իր արարչի հետ։ Կորսված մեղավոր անառակ որդին հետ վերադարձավ իր հոր գիրկը, հասկացավ, գիտակցեց, որ ես մեղավոր կյանքով եմ ապրում, պետք է փոխեմ։ Ուրեմն ինչու Հիսուս այս ամեն արեց, ասենք ինչու համար, էլի, ինչու։ Չէ, հարց է մեզ մեր առաջանում, ինչու Հիսուս ուզեց մեզ համար զոհվել, այսինքն մեղավոր մարդկություն, որ Աստծուն մերժում էր, Աստծո օրենքները ոտնահարում էր, մեղավոր կյանքը սիրում էր, մեղքի կյանք ամեն օր ուզում էր ապրել, հանկարծ այսքանից հետո Աստված ուզում է, որ ոչ միայն փրկել եւ իր որդու միջոցով, իր որդուն զոհաբերի, չէ։ Մենք բոլորս էլ պատրաստ ենք, չէ, արդար մարդ համար ինչ որ բան անել, բայց կա մեր մեջ մեկ որ իր որդուն կզոհաբերի մեկ ուրիշին փրկելու համար, չէ։ Չենք անելու։ Ուսում տեսեք հիմա հարցը, չէ, ինչու։ Ինչքան սեր կար եմ Աստծո մեջ, որ մեղավոր մարդու հանդեպ որ ուզում է փրկի։ Քանի որ Աստված ինչ է ուզում, կարևոր մի պայման կա։ Ոչ թե ուզում է, որ մենք ուրիշներից տարբերվենք, այլ ուզում է, որ մենք սուրբ լինենք։ Սա շատ կարևոր սկզբունք է քրիստոնյա, որ մենք չենք դառնում հոգևոր մարդ, նոր կյանքով ապրում, որ ուրիշներից տարբերվենք։ Մենք դառնում ենք նոր մարդ, որպեսզի սուրբ լինենք։ Աստծո ժողովուրդ լինենք, Աստծո սեփական ազգը լինենք։ Սրա համար է այս ամեն օր մենք իր ժողովուրդը լինենք։